Բարի օր 12 փետրվար, լուսնային 25-րդ օր, լուսինը գտնվում է միստիկ աղեղնավոր նշանում, եղեք նպատակային նպատակասլաց հակասությունների մեջ չլինեք։ Այսօրվա խորհրդանիշը կրյան է, կենթանի և մեռած ջրով անոթը։ Խորհրդանշում է ժամանակը, իմաստությունը, պասիվությունը, կարգախոսն է շտապիր դանդաղ, օրը պասիվ է, կենտրոնացման երևակայության, ինքնախորացման, զգացողության, զարգացման շրջան է։ Լավ է միայնակ անցկացնել մտորումների հետ, ցանկալի բնության մեջ լինել, լավ է լողավազան գնալ, լոգարան գնալ, հիշեք ասել եմ աղով լվացվեք, աղով լողացեք, որպեսզի բացասական էներգիաները ձեր վրայից դուրս գան։ Լսեք ձեր ներքին ձայնին, որտեղ ինտուիցիան շատ ուժեղ աշխատում է շատ-շատերի մոտ, ինքը շրջան է այդպեսի եւ դա երկար է տևելու։ Մտածեք ձեր կյանքի եւ աշխարհի ընկալման մասին, բնությանը լավ տեսեք, մոտեցեք, շուտով գարուն է սկսվելու, բնությունն արթնանալու է։ Ցանկացած նշան կարող է մեկնաբանվել։ Գիտակցության հետ աշխատեք, խորհուրդ է տրվում այսօրը լսած ամեն ինչին հետևել, լավ է դադարեցնել ներքին երկխոսությունը, հրաժարվել ամեն ինչից, նաև նրանցից ինչը անավարտ է մնացել, հրաժարվեք, նոր գործել դել մի սկսեք, արդեն ամսի 10-ից սկսվեց խավարուների միջանցքը, սպասեք խավարումը կվեր, այդքան սարսափելի չի խավարուները, հիմա ձեզ ճիշտ պահեք, որպեսզի օգոստոսի խավարուները հեշտ անցկացնեք։ Այսօր մաս կտրել չի կարելի, մազեր ներկել չի կարելի, էներգիան բացասական է այսօր անցնում, երկար չի մնա այդ ներկը։ Այսօրվա երազները, ընդհանրապես հիշեք, երազները ենթագիտակցության արթնացում է, որը անսահման է, սահմանափակ է գիտակցությունը ու ինչքան մարդը հոգով դենք է, վատ է, չան է միշտ մտածում, միշտ բողոքական նրա երազները միշտ վատն են լինում, ու ամբողջ օր անտրամադիր անցկացնում է, մտքով էլ ստեղծում է, ու դա կատարվում է։ Անմիջապես այսօրվա երազները կապ ունեն մեր ենթագիտակցության հետ, դրանք կոդավորված ակնարկներ են, թե ինչ պետք է փոխենք մեր կյանքում, ինչպես հաղթահարենք ամեն դժվարություն և իրավիճակ։ Ամեն դեպքում մեզ անհրաժեշտ չի լինի գտնենք ինչ-որ մասնագետներ, որպեսզի մեր երազը մեկնաբանի։ Թնում ես քեզ համար, տեսնում ես քեզ համար, ինքդ էլ մեկնաբանի։ Այսօրվա իմ աղոթքը խնդրում եմ Սուրբ Տիրամոր, բարոյ եղի բոլոր այն մայրերին ու այն երեխեքին, որոնք գտնում են սահմանի վրա, որտեղ խաղաղ է մեր երկիրը։